Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես գործընկերներին եւ ձեզ պարոն Սարգսյան եւ փոխնախարարին մի հարց ունեմ, անընդհատ որ կրկնում ենք կրկնակի ստուգումից հրաժարվելու փաստը, ես անկեղծ չեմ հասկանում ինչի վրա հիմնված այդ պնդումը, որովհետեւ իմ տղան 1 ամսից պետք է զինծառայության մեկնի, վերջին 1 տարվա մեջ 3 անգամ ստուգում է անցել, այն պայմանում, երբ որ ոչ մի գանգատ չի հայտնել։ Ես չեմ պատկերացնում գանգատ հայտնելու դեպքում ոնց կարող է չլինի, վերջինն էլ 3 անցել ստուգումը, չեմ պատկերացնում ոնց է ասում մի անգամ արում եւ հրաժարվում է, վերջին 1 տարվա մեջ երեխան 3 անգամ բույս ստուգում անցել։ Եվ այդ բոլոր ստուգումներն ուղարկվել են Պաշտպանության նախարարություն։ Երկրորդը, չկրկնվելով սոցիալական անհավասարության մասին գործընկերների հնչեցրած կարծիքին, պիտի ասեմ, որ եթե գործընկերոջս Հայկի նախագծի հետ անհամերաշխ եմ եւ խնդիրներ եմ տեսնում, կառավարության առաջարկած քվոտավորման հետ կտրականապես դեմ եմ, որտեղ դա ոչ միայն անարդարություն, դա խոր անարդարություն եւ անհավասարություն, բազմաթիվ վեճերի, բողոքարկումների եւ լուրջ խնդիրների արդյունք է բերելու։ Բայց ես մի կարևոր հարց ունեմ ձեզ, իմ գործընկերոջ նախագծի գլխավոր մեխը իմ պատկերացմամբ ամբողջ մեխը այս նախագծի նրանումն է, որ 1 ազատված զինծառայողի փոխարեն մենք ունենում ենք 3 պայմանագրային զինծառայող դրա վճարած գումարի դիմաց աշխատանքի վերցնելով։ Պարոն Սարգսյան, եղել է իրավիճակ ձեր հիշողության պրակտիկայի մեջ, որ օրինակ 4000 քաղաքացի եկել են Պաշտպանության նախարարություն, ասել են մենք ցանկանում ենք դառնալ պայմանագրային զինծառայող եւ մենք այդ 4000 քաղաքացուն պայմանական ասել ենք մենք չունենք գումար, որ ձեզ վերցնենք զինծառայության։ Ինչ հետաքրքիր է նման իրավիճակ եղել է։ Սկսեմ վերջից, բնականաբար նման իրավիճակ չի եղել եւ չի էլ կարող լինել։ Ավելին ասեմ, սրանից առաջ պարոն Սարգսյանը երբ որ հնչեցրեց մոտարկված թվերը շարքային պայմանագրային զինծառայողների, նույնիսկ ավելին ստացող զինծառայողներ կան, ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում, այսինքն գումարի խնդիր երբեք Պաշտպանության նախարարությունը չի ստեղծել եւ պայմանագրային հիմունքներով ծառայություն անցնելու ցանկացողների համար որևէ խոչընդոտ չի ստեղծել, եթե իրենք բավարարել են օրենքի պահանջներին եւ այն չափորոշիչներին, որը վերաբերում է առողջությանը, մի շարք այլ հանգամանքներ։ Հաջորդը, ինչ վերաբերում է քրեական պատասխանատվություն սահմանելուն այն դեպքերում, երբ որ անձը հրաժարվում է փորձաքննության ենթարկվելուց կամ փորձանմուշ ներկայացնելուց, սա վերաբերվում է ըստ ինձ այն դեպքերին, նաեւ քննարկումների արդյունքում, երբ որ անձի վերաբերյալ արդեն իսկ կայացվել է որոշում, որով ինքը ճանաչվել է կամ ոչ պիտանի կամ տարկետում եւ արկա են եղել բավարար օպերատիվ կամ այլ տեղեկատվություն կամ քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմքեր, որ տվյալ անձը ինչ հանգամանքներում օրենքի խախտմամբ է ազատվել եւ անհրաժեշտություն է ծագել իրեն վերափորձաքննելու եղանակով բարձել ինքը հիվանդ է թե ոչ, այս պարագայում անձը իր իրավունքից օգտվելով եւ օրենքի բացը ճակերտավոր այդ հնարավորությունը օգտագործելով ասել է, որ ես չեմ ցանկանում լրացուցիչ փորձաքննվել, մի անգամ արդեն փորձաքննվել եմ, կա բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն, բավարարվեք դրանով եւ իրավապահ մարմինները ոչինչ չեն կարողացել անել։ Կարծում եմ սրան է վերաբերում, իսկ քվոտավորմանը, երբ որ դուք ասում եք կտրուկ դեմ եմ, իհարկե ձեր իրավունքն է դա, բայց մենք քվոտավորելու ենք մոտավորապես, այս բանը ես չեմ կարող վերջնական ասել, թե ինչ ձևով կիրականացվի, նախ յուրաքանչյուր զորակոչի մենք որոշելու ենք, թե քանի մարդու վրա է տարածվելու։ Եվ այս բանին մեզ մոտ մեր դեպքում կա միտք, որ սա որոշակի կատեգորիայի անձանց վրա կարող է տարածվել։ Այսինքն ինչ-որ մարդիկ, օրինակ, կրթության բնագավառում, օրինակ եմ ասում, մարդիկ, ովքեր այսինչ ֆոկուս խմբին են պատկանում եւ այս մարդկանց նկատմամբ հնարավորություն տրվի, որ օրինակ եմ ասում, այսինքն սա, եթե օրենքը ընդունվի, եթե բանը
արդեն հասնենք այնտեղ, որ պետք է ընդունվի օրենքը, մենք կառավարության կարգը մշակելիս պետք է հաշվի առնենք, թե ում նկատմամբ է այս գործողությունը, այս հնարավորությունը տրվելու եւ ովքեր են ծառայությունից օգտվելու։ Հնարավոր է լինի դեպքեր, որ տվյալ զորակոչի ընթացքում որևէ հնարավորություն չտրվի, օրինակ դա էլ է հնարավոր։ Սա քննարկման հետագայում քննարկելու հարցեր են, կամ տրվի փոքր թվականակ։ Իսկ այն մեխանիզմները, որոնք դուք պնդում եք, որ կարող է անարդարության, կոռուպցիայի հնարավոր մեխանիզմներ ծնեն, ստեղծեն իրավիճակ, որ մարդիկ նաև անարդարության զոհ դառնան, դրա համար էլ մենք պետք է աշխատենք, օրինակի էլի կրկին դարձյալ ես օրինակը բերեմ, մենք ունենք արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորումից օգտվելու, որը իրականացնում ենք վիճակահանության միջոցով։ Ես կարող եմ վստահաբար պնդել, որ մինչև հիմա որևէ բողոք արդեն տարիներ շարունակ իրականացվում է, ես չեմ ասում, որ սա վիճակահանությունով է լինելու անպայման, բայց օրինակ պաշտպանության նախարարությունը այդ գործընթացն իրականացնում է եւ մենք չունենք գեթ մեկ բողոք, որ զինծառայողը ասի, գիտեք, ականատես եղա ինչ որ process-ի, որտեղ խախտվեց իմ իրավունքը, մեկ այլ զինծառայողի նկատմամբ ավելի բարվոք վիճակ ստեղծվեց։ Ավելին ունեցել ենք մենք գեներալներ, ովքեր ավագ ենթասպաների, լեյտենանտների հետ հավասար պայմաններում եկել են վիճակահանվել են եւ այդ գեներալը չի ստացել այդ հնարավորությունը, ստացել է իր ենթական, իր շատ, այսինքն մենք այստեղ ամեն ինչ պետք է անենք, որ այս անարդարության զգացումը որևէ կերպ Շատ լավ։ Ես ուզում եմ այս հատվածը ասեմ։ Այս հատվածը ռեգլամենտավորենք 2 րոպե հարց, 3 րոպե պատասխան, եթե դեմ չեք։ Խնդրեմ, Տիկին Պողոսյան, շարունակեք։ Պարոն Սարգսյան, դուք իմ գործընկերն եք, իմ ընկերն եք, իմ ընտրած իշխանությունն եք, իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից մեկն եք, պարկեշտ։ Ես ձեզ իմ բարձրացած հարցը ձեզ չի ուղղված։ Ես մի պահ անգամ ձեր վիճակակատած վիճակահանությունը չեմ դրում վիճարկման տակ կամ ասում դա այդպես չի, բայց քվոտավորումը ինչ տարբերակով էլ որ արվի, դա խորը անարդարության զգացողություն է առաջացնում։ Ես հասկանում եմ ինչի եք դուք դա անում, ես հասկանում եմ, որ որոշակի քանակ եք ուզում սահմանել, բայց այս պարագայում էլ արդեն գործընկերոջ վերած նախագիծը անիմաստ է դառնում։ Այսինքն, եթե տարեկան ընդամենը 10 հոգի է կարողանալու օգտվի դրանից, օրենքի նախագիծը անիմաստ է, որովհետև այդ 240 միլիոնը ոչինչ չի փոխելու պետական բյուջեում, զինծառայողներ բերելու։ Շատ կարևոր էր, որ դուք ասիք, որ մենք չենք ունեցել նման իրավիճակ, որ մարդիկ գան ասեն, ուզում ենք պայմանագրային զինծառայող դառնալ, մենք էլ ասենք, վայ ինչ լավ է, բայց մենք գումար չունենք։ Չկա տենց բան։ Հետևաբար մենք չունենք նաև գործընկերների ասած այդ ռեսուրսը։ Մենք չենք տեսնում այդ մարդկանց, որոնք հերթ են կանգնել պայմանագրային զինծառայող դառնալու, թեթևացնելու ժամկետայինների բեռը, մենք էլ ասում ենք, գիտեք ընկերներ, գումար չունենք, այսա հենց գումար անենք, չունենք մենք այդ ռեսուրսը կամ այդ ցանկությունը չունենք։ Եվ պետք է ասեմ, պարոն Ալեքսանյանը ասաց, ամեն հարցի խոսքի հետ համաձայն եմ, որովհետև եթե մենք ուզում ենք չգնան երկրից, չբացակայեն, չփախնեն բանակից, միայն դա մի ճանապարհ կա, գրավչությունը բարձրացնելու, նվազեցնելու այնտեղ ռիսկերը, որը տեսնում է ծնողը երեխայի համար, տալ այնպիսի արտոնություններ, որ ես ասեմ, իմ տղան ընդունվել է դեկտեմբերին Ճապոնիայի պոլիտեխնիկական համալսարանը, երեխու IQ-ն 140 է, ամենաբարձր գնահատականներ է ստացել, որոշում է կայացրել, որ ինքը հիմա գնում է բանակ։ Ասում է ես չեմ ուզում հետ գամ սովորելուց եւ գնամ 26 տարեկանում, ես հիմա եմ գնում բանակ։ Մենք իր որոշման հետ համաձայն ենք, բայց պարոն Ալեքսանյանի ասած հիանալի ծրագրավորող երեխան, ինքը 2 տարի հետ անկնում բոլոր այն ընկերներից, որոնք առավելություն են ստանալու։ Այս ասած, այսինքն այս խնդիրները մենք պետքա միայն գրավչության բարձրացման արդյունքում անենք։ Մենք ունենում ենք երեխաներ, որոնք գնում են սովորելու դրսում, top 50 համալսարաններում ունենք ստատիստիկա, 20-ից 1-ն է գալի։ Դա սարսափելի թիվ է։ 20-ից 1-ը որ չի վերադառնում այն 19-ը չեն գալիս, 19-ի հետ գնում են նաև իրենց ընտանիքները։ Ես պարոն նախարարին եմ առաջարկել, եկեք top 100-ում սովորած բոլոր երեխաներին, ասենք 5 տարի աշխատի երկրում, ազատվում է զինվորական ծառայությունից։ Իր ընտանիքը կմնա այստեղ, ինքը մեր հնան կզարգացնի, գումար կանի, արտագաղթ չի լինի։ Այսինքն լուծումները ոչ թե մենք պետքա գումարի ձևով անենք, մենք պիտի միայն խրախուսման ու արտոնությունների ձևով լուծենք այս հարցը։ Թե չէ որ խնդիր կա, եւ պարոն Սարգսյանի հետ եմ համաձայն, եւ ձեր բոլորի հետ համաձայն եմ, այդ խնդիրները կա,
բայց ես տարիներ շարունակ Հայկի հետ աշխատելով ասել եմ ամեն ինչի հետ որ դու ասում ես համաձայն եմ, բայց սա չի լուծման տարբերակ այդ խնդիրն է, սա միայն խորացնելու է կոռուպցիան, թանկացնելու է, խորացնելու է կոռուպցիան, ել ավելի արմատներով մտնի, հարցը չի լուծելու, արտագաղթն շատանալու է։ Եվ մի վերջացնեմ ես էլ Երբ որ մենք ասում ենք, որ 70%-ը չի ծառայում, պարոն Սարգսյանն ասում է 30-ն է ծառայում, վստահեցնում եմ ձեզ, 70-ի թիվը չի կրճատվելու, 30-ից ենք կորուստ ունենալու։ Այսինքն այն մարդիկ, ովքեր շանս են տենալու, օրինական ասելու, մի հատ էլ ասելու, գնացեք կպեք ձեր գործերին, ես վճարել եմ, օրինական ազատվել եմ, մենք կորուստ այդ 30%-ից ենք ունենալու։ Այն 70-ը իր որոշումը կայացրել է, չի ծառայելու արդեն, ցավոք։ Շնորհակալություն։